Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է բոլոր տարվա ծնված նշանների համար։ Ալիքում մի փոքր խնդիր կա, ամսաթվերը ես ֆիքսել էի ինձ մոտ, որ երկուշաբթին ամսի 28-ից է սկսում եւ մինչեւ ուրբաթ տեսանյութեր եմ արել արդեն սխալ ամսաթվերով։ Բայց ես ֆիքսվել եմ շաբաթվա օրերի վրա, այնպես որ դուք ինքներդ էլ կարող եք միայն այդպես նայել, միայն շաբաթվա օրերը, ոչ թե ամսաթվով, հա, ես ճիշտ ամսաթվերը գրել եմ նկարներում, բայց ընդհանուր այստեղ դե գիտեի, որ 28-ից է սկսվում շաբաթը եւ երկու ալիքում էլ այդպես սխալներ եմ թույլ տվել։ Ոչինչ, սխալները մարդու համար է, կարևորը շարունակական չլինեն։ Գործի բերումով այնպես է, որ հնարավոր է այդպես նաեւ սխալմունքներ լինեն ինձ մոտ, որովհետև արագ-արագ գալիս եմ եւ ինչ-որ բաներ եմ ուզում անել այստեղ, հատկապես շատ էի ուզում անել տեսանյութերը եւ մեկ օրվա ընթացքում, իսկ երկրորդ օրը, կիրակի օրը զբաղվել մեկ այլ գործերով, ուրիշ տեսանյութեր պատրաստել ձեզ համար, բայց դե դրա համար այն մեկը բավականին խառնվեց իրար։ Այսքանը եւ պետք է հիշել, որ կանխատեսումները ընդհանուր են, շատ կան տարվա ծնված մարդիկ։ Եթե այստեղ չի ձերը չէ, կարող եք նայել մյուս ալիքում, այնտեղ կարող եք նայել ասցենդենտի, արևային եւ լուսնային նշաններով։ Եվս կարող է լրացում լինել կանխատեսմանը, թե ինչ է ձեզ սպասվում շաբաթվա ընթացքում։ Այս քարտերով կլինի ընդհանուր ֆոնը, իսկ այս քարտերով կլինի անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Հաջորդ տեսանյութում կփորձեմ նաև անել կանխատեսումը տարող քարտերով, այսօր մի փոքր ձայնս այն չէ, մի փոքր վատ առողջ եմ, դրա համար այդքան չեմ կարող ինձ տրամադրել տարող քարտերին, հա, նրանք մի քիչ ուրիշ են։ Նրանց ավելի շատ էներգիա է պետք տրամադրել, քան այս մյուս քարտերին։ Այսքանը հուսով եմ կհասկանաք, դե պետք է ամսաթվերին չնայել ուղղակի, սխալները դա են։ Ամսաթվերին չնայեք, նայեք շաբաթվա օրերը։ Այսքանը եւ կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատված։ Մի քիչ խաբեբաներով եք տարված լինելու, շրջապատված լինելու, ոմանք կարող են փորձել խաբել ձեզ, ոմանք նաև խորամանկություն ցուցաբերել, նաև միգուցե դուք պետք է լինեք խորամանկ ինչ-որ հարցերին լուծում տալու համար։ Բայց եթե այս շաբաթ ձեզ առաջարկեն սա անել, նա անել, փորձեն գայթակղել ձեզ, մի փոքր ուշադիր եղեք եւ միանգամից մի վստահեք։ Անձնական կյանքը առնետների բավականին շատ շփում կունենաք, միգուցե խորամանկ անձնավորությունը անգամ փորձի ձեր անձնական կյանք ներխուժել, մի փոքր խառնել ձեր անձնական կյանքը, մի թույլ տվեք, որ մտնի ներս։ Ինչ-որ բաներ կքննարկեք, կխոսեք, ովքեր որ նոր են ծանոթացել, իրենք կարող են շատ խոսել, շատ շփվել երկրորդ կեսի հետ, եթե նոր եք ծանոթացել։ Նաև ինչ-որ բաներ կարող քննարկել ընտանիքում։ Բայց վերջում ուշադիր եղեք, որպեսզի լեզվակռվի մեջ չմտնեք, այ մեկը մյուսին կարող չի հասկանալ։ Եվ այստեղ նաև բամբասանքներ կարող են լինել, կամ ձեր ընտանիքի հետ կապված, կամ նաև հարաբերությունների, եթե ինչ-որ մեկի հետ եք դուք շփվում, միայն հայկեք, շփվում եք, միգուցե դրա մասին խոսեն։ Աշխատանքի հետ կապված այս շաբաթ աշխատանքը ձեզ համար կլինի ոնց որ ձեր երեխան, ինչ որ ուրիշ ձև կվերաբերվեք ձեր աշխատանքին, միգուցե նաև երեխաների հետ կապված աշխատանք գտնեք, դայակություն եւ այլն, հա, մեկ այլ աշխատանք։ Նաև ոմանք նոր բիզնես կբացեն եւ եթե այդտեղ ձեզ խորամանկ առաջարկի, արդեն պետք է ուշադիր լինեք, հա, այդպես մի վստահեք անմիջապես։ Ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն։ Ամենայն դեպս նոր որևիցե գործևում անց համար կարող այս շաբաթ անգամ
նոր աշխատանքային օր է, հենց ամենաառաջին աշխատանքային օրն է, նոր է սկսում ձեր աշխատանքը, նոր եք սկսում ձեր բիզնեսը, բիզնես գործունեությունը։ Եվ գումարի հետ կապված այստեղ կարող եք գումար ստանալ փաթեթով, ինչ որ համ մեկ թուղթե մեջ գումար է գրված, դե ովքեր մեքենա են վարում ուշադիր եղեք, որպեսզի պետավտոտեսուչներից չգա։ Գուցե գումար են ուղարկում ձեզ, հայ թուղթ են ուղարկում կամ հաշվյամա են ուղարկում, որ գնաք ստանաք, միգուցե դուք եք ուղարկում, ամենայն դեպս գումար կգա այս շաբաթ ձեր տուն, նորություն կլսեք գումարների հետ կապված, ֆինանսական հարցերի հետ կապված, հյուրեր կունենաք, նաև դուք կգնաք հյուր եւ դրանց վրա կարող գումարը ծախսել ինչ-որ քաղցրավենիք գնելու եւ այլն։ Առողջության վերաբերյալ բացարձակապես այստեղ խնդիր չկա։ Եթե խնդիրեր կար, ապա այս շաբաթ ամենայն դեպս չի լինի, շաբաթ ավելի լավ կզգաք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, եզերին, սա տարվա ծնված ցուլերն են, մի խառնեք ամսվա ծնվածների հետ։ Ինչ է սպասվում ցուլերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ձեր ցանկությունների իրականացում այս շաբաթ, ովքեր ինչ ցանկություն ունեն, այն կիրականանա, նաև կարող է կապված է օտար երկրի հետ, դա եւս կիրականանա։ Ոմանք կարող են օտար երկրից ինչ-որ տեղեկություն լսել, այնտեղի բարեկամներից, հարազատներից, որ չէ տեղեկատվություն լսեն, կամ այնտեղից գան ինչ-որ մարդիկ։ Այս շաբաթ նաև ցանկություն պահեք, կապը Աստծո հետ ավելի ուժեղ է լինելու։ Անձնական կյանքը Ուրեմն անձնական կյանքում այստեղ ոմանք կարող են փորձել ծանոթանալ, ծանոթություն հաստատել, կամ ձեզ հետ կամ դուք կարող եք ինչ-որ մեկի հետ ծանոթություն հաստատել, փորձել դրսում ծանոթանալ օրինակ։ Նաև կարող եք ընտանիքով ինչ-որ մարդիկ կարող են գնալ, գալ, մի քիչ աշխուժ լինի տունը, այսպես ոնց որ գալիս են, գնում են, այս շաբաթ այդպես ոնց որ անընդհատ խառը իրավիճակներ կարող են լինել։ Նաև հյուրեր ունենաք, կարող ինչ-որ մարդիկ գան մեկ շաբաթ մնան ձեր տանը, գործերի մեջ կլինեք անընդհատ։ Ինչ-որ մեկն էլ ընտանիքի անդամներից կարող է գնալ գործուղման, կամ ձեր սիրելին, եթե այնտեղ ընտանիք չունեք, երկրորդ կես է ուղակի, ձեր շփվում եք, ոնց որ ասում են, ինքը կարող է գնալ գործուղման, այս մեկ շաբաթը, շատ ակտիվ կլինի տունը, մի տեսակ։ Եվ ոմանք է ոգևորված կլինեն ընտանիք կազմելու, մի տեսակ շաբաթ ավելի այդ ոգևորվածությունը կլինի, կփնտրեք ինչ-որ մեկին, որ ընտանիք կազմեք, որ երկրորդ կես ունենաք։ Աշխատանքի հետ կապված ժամանակն է սկսել ինչ-որ մի բան, ժամանակն է անել ինչ-որ մի բան, յուրաքանչյուր պարագայում այստեղ միգուցե ուզում եք բիզնես սկսել, ուզում եք ինչ-որ մի բան սկսել, ապա ժամանակն է, պետք է արդեն սկսեք, պետք է անեք։ Նաև ոմանք շատ ժամանակ կտրամադրեն իրենց գործին, իրենց աշխատանքին, իրենց բիզնեսին, ոչ տանը։ Նաև միգուցե պատվեր ունեք եւ ինչ-որ հստակ ժամանակ է ձեզ տրված, որպեսզի այդ ժամանակի մեջ տեղավորվեք եւ անեք այդ գործը, այդ պատվերը։ Նաև ժամանակն է սկսելու որևիցե բիզնես, ժամանակն է անելու, ինչ-որ մի բան անելու, կամ աշխատանք գտնելու նաև։ Ժամերը կարող եք փոխել աշխատանքային, կամ նաև երկար մնաք աշխատանքի վայրում։ Եվ ֆինանսական առումով այն ինչ որ դուք որոշել եք, այն ինչ որ դուք մտածել եք, դա ճիշտ է, դա ճիշտ ուղղություն է ձեզ համար, արեք դա, գնացեք այդ ուղղությամբ, այն ինչ որ դուք պետք է անեք, այն ինչ որ դուք մտածում եք, որ անեք, ճիշտ է, միգուցե գումար ուզում եք ծախսեք ինչ որ մի բանի վրա, ներդրում անեք, բիզնես բացեք, սա անեք, նա անեք, ինչ որ ուզում եք անեք, դա ձեզ համար ճիշտ ուղղություն է, այնպես որ գնացեք եւ հանգիստ արեք այն ինչ որ ուզում եք։
Իսկ առողջության հետ կապված մի փոքր ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, ինչ-որ խառը վիճակ է, ինչ-որ պահեր են, այնպես չէ, ձեզ մոտ, հա, ինչ-որ լարված պահեր կան, բայց չգիտեմ ինչից է սա։ Ինչ-որ հատուկ առողջության հետ կապված, հա, ինչ-որ օրգանների հետ կապված խնդիրներ չկան։ Միայն այդ ինչ-որ վիճակ է, լարված վիճակ է, կարող է ուզում եք անընդհատ վիճեք մարդկանց հետ։ Եվ դա հենց կբերի ստրեսային պահեր ձեզ մոտ։ Դե չգիտեմ այստեղ ինչն է դա։ Գուցե ինչ-որ լարված եք, որ հասցնեք, անեք պատվերը, ինչ-որ նման պահեր կարող են։ Միայն դա կարող է լինել, որ հա խնդիր է ստեղծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Այստեղ երեխաների հետ կապված իրադարձություններ են։ Իրենց ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք, հղիություն է ոմանց մոտ, ծննդաբերություն է ոմանց մոտ այս շաբաթ։ Երեխաների հետ կաշխատեք, երեխաների հետ կզբաղվեք, թոռները կարող են գալ ձեր տանը մնալ, դուք գնալ իրենց տանը մնաք, իրենց խնամեք։ Նաև ոմանց համար սա նոր կյանքի սկիզբ է, նոր բիզնես է, ամեն ինչը նոր է, շաբաթը նոր, ոնց որ, եւ դուք էլ այս շաբաթը ինչ-որ նոր բան եք սկսում։ Եվ տեսնենք անձնական կյանքը։ Նոր հարաբերություններ նաև դա կարող է լինել։ Նոր հարաբերություններ, նոր սեր, սիրո խոստովանություն, ընտանիքում շատ սեր, հարաբերություններում շատ սեր։ Միգուցե ինչ-որ մի ձևով ասում եք ձեր հղիության մասին, ովքեր որ հղի են, ինչ-որ յուրահատուկ ձևով կարող եք այն մատուցել ձեր սիրելին։ Մեկը մյուսի հանդեպ սիրով լցված կլինի, մեկը մյուսին շատ կսիրի, այսպես ուրիշ հարաբերություններ կլինեն։ Ոմանք էլ նոր սեր կգտնեն, կսիրահարվեն այս շաբաթ։ Աշխատանքում է միայն խոչընդոտներ, հնարավոր է բիզնեսում է խոչընդոտներ, միգուցե նոր եք սկսել բացել եւ դեռ այդքան էլ չեք հասկանում եւ մի փոքր խոչընդոտների կարող եք բախվել։ Աշխատանքի վայրում կարող է լինել նաև խոչընդոտ կամ ընդհանուր աշխատանքի այդ բնույթի մեջ, հա, ինչ որ չլինում անել եւ այլն։ Նաև դա կարող է լինել աշխատանքի կազմի, հա, այդ աշխատողների ձեր կոլեկտիվի հետ կարող է լինել նաև ինչ որ խնդիրներ, խոչընդոտներ, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել այս շաբաթ։ Գումարի հետ կապված բավականին շատ կխոսեք։ Կամ ինչ-որ մարդիկ են պարտք, կամ դուք եք պարտքը, կարող է դրա մասին խոսեք, կարող եք քննարկել ինչ անել այս գումարները, եթե ինչ-որ գումար է եկել ձեզ մոտ, ինչ անել, որտեղ ծախսել, կամ միգուցե որոշում եք կրճատել ինչ-որ բաներ։ Նաև լեզվակռիվ կարող է լինել գումարի հետ կապված։ Հնարավոր է նաև բամբասանք, օրինակ ինչ-որ բաներ եք գնում, բերում տուն եւ հարևանները անդադ տեսնում են, որ այդպես 2-3 ցելոֆոններով գալիս եք տուն եւ անդադ խոսում են, այսքան գնում, հա, ինչ որ կարող է 3 գնում տան համար եւս էլի խոսակցություններ կան։ Կլսեք նմանատիպ խոսակցությունները։ Եվ դուք էլ, հա, շատ կխոսեք գումարի մասին, ֆինանսների հետ կապված, յուրաքանչյուր բան։ Միգուցե բիզնես եք ուզում բացեք, այստեղ կար եւ քննարկում եք այդպես դուք եւ ընտանիքի անդամը կամ ինչ-որ մեկ ում հետ որ ուզում եք սկսել, հա, իր հետ կարող եք խոսել։ Իսկ առողջության այստեղ հստակ պետք է ուշադրություն դարձնեք, բայց ինչ որ մի բան կարող է գնալ հավիտյան եւ այլևս չվերադառնա ձեզ մոտ, ինչ որ խնդիր է, որը առաջացել էր եւ այս շաբաթ կտեսնեք ոնց որ անհայտացավ դա։ Անվերադարձ։ Ինչ որ մի խնդիր է առողջության հետ կապված։ Բայց նաեւ պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, անպայման։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը կին է։ Այս կնոջ հետ կարող եք սկսել աշխատել, կարող ձեր տնօրենն է, նոր աղջիկ է ընդունվում աշխատանքի, ինչ-որ պատվեր է բերում ձեզ տալիս, ինչ-որ մեկն է ում պատվերը դուք պետք է կատարեք այս շաբաթ։ Իրա հետ շատ կանցկացնել, կարող ընկերուհին է եւ ձեր կարիքը շատ ունի եւ իրա հետ է կանցկացնում։ Անձնական կյանքը նապաստակների, սեր ուզում դուրս գալ։ Անձնական կյանքում այստեղ որոշ բաներ կարող եք վերհիշել անցյալից։ Միգուցե նաև անցյալից են ինչ-որ մարդիկ գալիս, ինչ-որ պահեր են, որոնք որ անցյալում էր եւ հիմա է, հա, նորից էլի կով վերհիշեք։ Միգուցե այդ աղջիկը ում որ չեք տեսել վաղուց, հիմա տեսնում եք։ Եվ անցյալը մի փորփրեք, եթե արդեն ընտանիք ունեք, որովհետև դա բերում է վեճերի առհասարակ, պետք չի անցյալը այդ դեպքում փորփրել։ Բայց ինչ-որ մի բան է, որ անցյալում հետ է կապված։ Նաև ինչ-որ մարդիկ կարող են լինել, որ անցյալում ձեզ օգնել են եւ հիմա են եկել այդ օգնության հետևից, որ հետ տակ, ինչ-որ մի պահեր են դրանք նաև։ Եվ ինչ-որ մեկն է կամ անցյալում աշխատել եք օրինակ պետական հիմնարկությունում եւ հիմա եւս կարող է ձգտում ունենաք, որպեսզի նորից վերադառնաք այնտեղ, որտեղ հասարակական կյանքը այստեղն է, կա հասարակական կյանքը ձեզ շատ էր դուր գալիս եւ որոշում եք նաեւ վերադառնալ այնտեղ աշխատելու եւ ընտանիքով քննարկում եք դա կամ ընտանիքի անդամներից մեկը։ Այստեղ նաեւ բանակն է, բանակից ինչ-որ մեկը կվերադառնա տուն։ Աշխատանքում հնարավոր է ոմանք սկսեն սոցհարթակում որոշ իրեր վաճառել, գործունեություն տեղափոխել սոցհարթակ, ավելի ընդլայնել, հա, ավելի հասարակական դարձնել իրենց գործունեությունը, կա նոր եք սկսում, կա նաև աշխատանքի վայրում կա առիթ է եւ այնտեղ ինչ-որ մեկի ծնունդն եք նշում կամ այդ կազմակերպության տարելիցն է, տարեդարձն է, դա եք նշում։ Ինչ-որ առիթ է, հա, այդտեղ, կամ կարող եք ընդունվել աշխատանքի կամ պաշտոն ունենաք եւ դա նշեք։ Ընտանիքով կամ աշխատանքի վայրը։ Ինչ էր պատահել։ Գումարների հետ կապված փոփոխություն տեղի կունենա, բայց լավ փոփոխություն ձեզ մոտ։ Հնարավոր է իրոք ինչ-որ կամ հասարակական դիրք եք գրավելու, ինչ-որ մի բանով եք զբաղվելու, շատ կարևոր, որ ձեր ֆինանսներն անգամ փոփոխության են ենթարկվելու եւ լավը։ Նաև կարող եք սկսել մեկ այլ տեղ աշխատել, որտեղ որ օտար երկրից կամ գումարներ գա ձեզ, կամ հա այնտեղ ինչ-որ մի բան եք կարող բացել, այնտեղից է ձեզ գումարներ գալիս, այնտեղից է ձեզ օգնություն նաև գալիս։ Գումարներ նաև կարող եք ծախսել հղիության հետ կապված, ծննդաբերության հետ կապված, հա երեխայի պարագաներ գնելու համար, եթե արկա է ձեզ մոտ դա։ Եվ ճանապարհի հետ կապված գումարներ կարող եք ծախսել։ Իսկ մնացած դեպքերում գումարը մտնում է տուն։ Եվ փոփոխություն է տեղի ունենում դեպի լավը։ Եվ նաև գիտեք, այստեղ անցյալից եթե ինչ-որ մեկը կար, հետո ինչ-որ մարդ կարող է ձեզ օգնել։ Այնպեսի մեկն է, որ անցյալում եք ճանաչել, հիմա այդ մարդուն կարող եք տեսնել եւ ինչ-որ հարցում օգնել ձեզ։ Միգուցե նաև որ սկսեք շփվել էլի իր հետ, եթե միայնակ եք։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ավելի կհեշտանա, ավելի ինչ-որ ձեզ համար կամուրջ կստեղծվի, որպեսզի դուք հանդիպեք ինչ-որ բժշկի հետ, խոսեք կամ գումարը կարողանաք գտնել ինչ-որ վիրահատության, հա ինչ-որ մի բան է կամուրջ է, որը հեշտացնում է կամ այդ հիվանդության
լավացումը կամ որևիցե լավ բժիշկ գտնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը։ Կայունություն, որևիցե ոլորտ է ձեզ մոտ կայանանալու, ինչ-որ մի բան է կարգավորվելու, այն ինչ-որ ձեզ մոտ անհանգստացնում էր, անհանգստացում կար այդ ոլորտի հետ կապված, դա կկայանանա։ Եվ ինչ-որ մի բան ավելի ամրապնդվում, ավելի մխրճվում, դեք տեսնենք հիմա ինչն է, կարող է հարաբերություններն է ձեր ավելի ամրանում, կարող է աշխատանքի վայրն է, անձնական կյանքը, այստեղ անձնական կյանքում հնարավոր է փորձություններ են ձեզ մոտ եւ հիմա ամեն ինչ ավելի է կայունանում, ավելի է նորմալանում, կարող փորձությունների մեջ եք հայտնվել անընդհատ որևիցե ինչ-որ խնդիրներ կային, ինչ-որ պահեր կային ձեզ մոտ դժվար էր, դժվարություններ կար հարաբերություններում, խնդիրներ կար, մեծ խնդիրներ էին։ Հիմա արդեն այն կկայանանա, այն ավելի հանգիստ կլինի, նման փորձություններ չեք ունենա։ Միգուցե կարողացել եք արդեն հաղթահարել, ցույց եք տվել ձեր սերը մեկը մյուսի հանդեպ եւ անցել եք այդ փորձությունը եւ հիմա արդեն ամեն ինչը հանգիստ է։ Սա նաեւ ճակատագրական եւ կարմայական ծանոթություն է ինչ-որ մեկի հետ, դիմացինի հետ, ձեր երկրորդ կեսի հետ։ Որը եւս կայուն հարաբերություններ կունենաք։ Ընդհանրապես կարմայականը մի քիչ խնդիրներով է լինում, գուցե դա հիմա կայունանում է, կարգավորվում է այդ process-ը։ Աշխատանքի մեջ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, այստեղ ինչ-որ մի բան տեղի կունենա, այնտեղ կարող պաշտոն եք ստանում, առաջ խաղացում եք ստանում, բիզնեսում է հաջողություն լինում, որը ձեզ ուրախացնում է։ Զգում եք, որ այդ աշխատանքի վայրում երկար կմնաք եւ դա է ձեզ ուրախացնում։ Համ թե զգում եք, որ դա ձեզ համար կայուն եկամտի աղբյուր է։ Կարող է նաև ովքեր բիզնես ունեն, դա է ձեզ մոտ, այդ առաջացնում այդ ուրախությունը, որ կարողանում եք անել, կարողանում եք ստեղծել, մի տեսակ ավելի ուրիշ ձև է, հաճախորդները շատ են արդեն կան, նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է առաջ, համար դա ձեզ կուրախացնի։ Ոմանք էլ աշխատանքի կընդունվեն։ Գումարի հետ կապված այստեղ ընտրության առջև եք կանգնելու, սա անեք, թե նա անեք, բավականին դժվար կարող եք ընտրել։ Միգուցե ինչ-որ մի բանը ձեզ ավելի քիչ է եկամուտ բերում, կարող է դա որոշեք հանել։ Կամ մտածում եք երկրորդն էլ անեք կողքից, թե ոչ։ Այդպես կարող եք մտածել։ Իսկ առողջության վերաբերյալ կարող է նաև այստեղ ոչ թե կարող է, այլ կոկորդը մրցածություն, մի քիչ ուշադրություն դարձրեք։ Իսկ նաև գումարի հետ կապված ներդրումներ կատարեք, թե ոչ։ Այդպես ինչ-որ կարող է նմանատիպ մտքեր լինեն։ Հեսա գնեք, թե ոչ, ներդրում կատարեք, թե ոչ։ Ինչ-որ ընտրություններ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը էմոցիաներ, նաև դա կարող է ռոմանտիկ պահեր այս շաբաթ, ռոմանտիկ շփում, գուցե գիշերը սկսեք աշխատել, փոխել ձեր աշխատանքային ոճը եւ անցնել գիշերային աշխատանքի։ Քիչ էմոցիաներ են, բայց չգիտեմ ինչ էմոցիաներ են, հիմա գնայինք։ Անձնական կյանքը։ Սա է, Էմոցիաներ տալիս են անձնական կյանքը, կամ ինչ-որ մեկն է իր այդպես սուր քիթը մտցնում ձեր անձնական կյանք, խանգարում է ձեզ ավելի հանգիստ ապրելու համար, ձեր սիրելիի հետ, նաև ոչ թե ապրելու, այլ ուղղակի թեկուզ հարաբերություններ ստեղծելու համար։
Նաև խորամանկ է ու դա դες նյարդային ասում է կարող տան մեջ է կարող ինչ-որ մեկն է կարող սկեսուր է կարող սկեսար ինչ-որ մեկն է որ անընդհատ մտնում է ձեր հարաբերությունը եւ դու էմոցիոնալ կլինեք դրանից ման որ անընդհատ ինչ-որ մեկը կա ինչ-որ մեկը ներկա է ձեզ մոտ ձեր հարաբերություններում Աշխատանքի հետ կապված ոմանք կարող են գնալ գործուղման, ոմանք այնպեսի աշխատանք գտնեն, որը օրինակ տաքսի, ավտոբուս, այդպես վարել, որը գնում գալիս է անընդհատ։ Կամ աշխատանքի բերումը դա կարող է լինել նաև առաքում, ինչ որ մի բան եք առաքելու անընդհատ այդպես ճանապարհներին լինեք։ Եվ կարող եք տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատելու կամ առաջարկ ստանաք ինչ-որ մի տեղից, որը հեռու է եւ պետք է տեղափոխվեք, նաեւ ընտանիքով տեղափոխվեք։ Եվ այստեղ նաեւ հա ոնց որ տանը կամ ինչ-որ մեկը խորամանկություն է անում, կամ դուք պետք է խորամանկ լինեք, որ թույլ չտաք, եթե չեք ուզում, հա, այդպես գնա ուրիշ տեղ աշխատի։ Դա ինչ-որ էմոցիոնալ պահեր են, կամ գնալ ուրիշ երկիր աշխատել, գնալ այդպես Ոմանք են նաև այս շաբաթ աշխատանքի փնտրտուքներով կզբաղվեք, անընդհատ այդպես ճանապարհային այստեղից այնտեղ, կարող գնալ, մտնել, հարցնել, աշխատանքի տեղ ունեն թե ոչ։ Գումարային առումով ինչ որ մարդ ձեզ կօգնի գումարի հետ կապված, նաև ովքեր մեքենա են վարում, պետք է մի քիչ զգուշ վարեք, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք եւ գումար չգրեն ձեզ, հա, թեկուզ ոնց որ կարծես թե հիմա անցումը անցնելուց են չէ գրում։ Նաև որ դա էլ չլինի Ուշադիր պետք է լինեք։ Այստեղ պետական հիմնարկության հետ կապված է ինչ-որ վճարումներ, որոնք որ պետք է անեք, հարկ է, վարկ է եւ այլն նման ինչ-որ պահեր։ Առողջության հետ կապված ինչ էլ որ մտածել եք, ճիշտ եք մտածել, միգուցե մտածում եք գնաք անալիզ հանձնեք, գնաք դիմեք բժշկի, գնաք ատամները սարքեք, գնաք, չգիտեմ, հա ինչ-որ բանը վիրահատեք։ Վիրահատությունների համար հիմա այդքան էլ լավ ժամանակ չի այս շաբաթ, բայց ատամների համար նաև կարող լուսնայինը նայել, տեսնել կարելի է արդյոք այդ օրերին ատամներին կտնել թե ոչ նոր գնակ հեռացնելու կամ սարքելու բայց ինչ որ մտածել եք գնաք օրինակ հստակ այդ բժշկի մոտ գնաք ինչ որ պրոցեդուրաներ անել ապա այդ ճիշտ է կարող եք հանգիստ գնալ եւ անել ձեր ընտրությունը ճիշտ է կապված բժշկի հետ եւ առողջության հետ Ուզում եք գնաք մասաժների, կարիքը կա և ապեման պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը երեխաներն են, թոռները, ծոռները, հղիություն, ծննդաբերություն, երեխաների հետ կարող եք այստեղ այնտեղ գնալ, իրենց հետ կապված ինչ-որ հարցեր լուծել այս շաբաթ, նաև նոր բիզնես ոմանք կցանկանան բացել, նոր կյանք է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, հա, փոքր, ոմանք նոր գնան աշխատանքի, ոմանք նոր հարաբերություններ, այդպես ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր եք ամուսնացել, հա, և հիմա այս ոնց որ առաջին շաբաթն է առանձին, անձնական կյանքը, տպավորություն, որ սան էլի էր ընկել, ոնց որ, ես հետո գնայեմ, ոնց որ այս իրավիճակը էլի էր ընկել, Չգիտեմ, այստեղ թե այնտեղ, բայց ընկել էր, տեսել եմ։ Ուրեմն անձնական հարաբերություններում շփում շատ կունենաք, կխոսեք, ինչ-որ բաներ կքննարկեք, ովքեր նոր են ծանոթացել դեռևս այն շփման փուլում եք, հա, բավականին շատ կշփվեք։ Նաև կարող քննարկել, եթե հղի եք կարող քննարկել, հա, արդյոք ուզում եք եւս մեկ երեխա, թե ոչ։ Դե լավ չի, հա, երեխային սպանելը լավ չի։ Ամենայն դեպս, հա, ամեն մարդու իրավունքն է, մինչև այդ պետք է արդեն մտածել։
Նաև կարող է ծննդաբերել եք արդեն կամ այդ օրերն են, հայ շաբաթ եւ քննարկում եք, գնում եք գնումներ կատարելու, հա ինչ որ պատրաստվում եք ոնց որ։ Դա նաև լեզվակռիվ է ընտանիքում, ինչ որ մեկը մյուսին չի հասկանում, միգուցե ուզում եք բիզնես բացել եւ չեն հասկանում ձեզ։ Նաև բամբասանք է, կամ շփվում եք ինչ որ մեկի հետ, դրա մասին են բամբասում, կամ ընտանիքի հետ կապված է ինչ որ հարցեր կան, որոնք բամբասանքներ են։ Նաև խոչընդոտներ կան աշխատանքում կամ աշխատանքի վայրում կամ բիզնես եթե բացեք առայժմ կարող է այդ արդյունքները դեռևս այս պահին այս շաբաթ չտեսնեք եւ դա կարող է լինել նաեւ ընտանիքում տարաձայնությունների պատճառը կամ քննարկում ինչ անեմ, ինչպես անեմ աշխատանքում եւս կամ հենց բուն աշխատանքի հետ է կապված կամ աշխատողների Եվ ովքեր որ հենց բիզնես ունեն, կարող դա է դրա համար է ինքը առաջին ընկել, ոնց որ ուշադրության կենտրոնում կլինի ձեր բիզնեսը, պետք է իրանով զբաղվեք։ Եվ ֆինանսական առումով ոմանք գումար կծախսեն տրանսպորտի միջոց գնելու համար, մեքենա, մոտո, ավտոբուս եւ այլն։ Ոմանք գումար կծախսեն ճանապարհի վրա, ճանապարհների համար, այդ կարող է ինչ որ բենզինի եւ այլն յուրաքանչյուր տոմսեր եք գնում ինչ որ միտեղ գնալու համար նաեւ գումար է գալու հնարավոր է դրսից են ուղարկում ձեզ հնարավոր է նաեւ ինչ որ միտեղից մի խոսքով գումար է գալու ձեզ առողջության հետ կապված նոր հնարավորություն կունենաք կամ ինչ որ կամուրջ կստեղծվի ավելի կհեշտանա ինչ որ մի բժշկին տեսնել եմ ինչ որ մի բուժում անել է Եթե բուժում եք անում ոնց որ ավելի հեշտ կանցնի այն, արագ կանցնի այն, եթե ուզում եք հենց այդ բժիշկին տեսնել եւ անընդհատ խնդիրներ լինում, զբաղված էր եւ այլն, ապա ոնց որ հիմա ավելի կհեշտանա այն, ավելի թեթև կլինի, ավելի արագ կարողանաք տեսնել տվյալ մարդուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այծերին եւ ուրիշ կերպ նաեւ ոչխարներին, այդպես են ասում։ Ինչ է սպասվում այծերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընտանիքն է, տոհմը, ծնողները, ուշադրություն կդարձնեք նաեւ ձեր առողջությանը, ձեր արտաքին տեսքին, կարող փոխել ընդհանուր արտաքին տեսքը, կարող այս մեկ շաբաթը անցկացնել ծնողների տանը կամ իրենք գան ձեր տուն։ Անձնական կյանքը, ոմանք կարող են ցանկանալ ընտանիք ունենալ այս շաբաթ։ Անձնական հարաբերություններում ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե ուզում եք ընտանիք կազմել եւ առաջարկություն եք արել, ընդունել են ինչ որ մի պահ է, որ ձեր սրտով է լինելու այս շաբաթվա ընթացքում։ Նաև ընդհանուր ընտանիքում ինչ-որ մի բան կկատարվի, որը եւս էլի, հա, դուք եք ուզում, միգուցե երեխաներն են ընդունվում ինչ-որ միտեղ, միգուցե ինչ-որ բան է, տեղափոխվում եք, վիզա եք ստանում, հա, ինչ-որ մի բան է, որը բավականին ձեր ցանկությամբ է, շատ եք ուզում դուք այն որ լիներ։ Նաև օտար երկրից ինչ-որ մեկի մասին կլսեք, որ ընտանիքի անդամներից մեկի։ Աշխատանքի հետ կապված ոմանք կարող է ինչ-որ աղջիկա այդ բիզնես սկսեն, կարող է ձեր մոտ ինչ-որ աղջիկ է ընդունվում աշխատանքի եւ դուք միանգամից ընկերանում եք իրար հետ, նաեւ ինչ-որ աղջիկ է, որ բան է պատվիրել եւ իր պատվերը պետք է անեք, տնօրենն է ձեզ, ոնց որ անընդհատ պետք է իր հետ լինեք, ինչ-որ գործեր անեք, Ընկերուհին կարող է օգնել աշխատանք գտնելու հարցում, դուք օգնեք ձեր ընկերուհուն աշխատանք գտնելու իր մոտ, հա, ձեր մոտ, ոնց որ կամ ինքը իր մոտ աշխատանք գտնի ձեզ համար։ Եվ գումարի հետ կապված ինչ որ մի բան է գնալու, ուշադիր եղեք գումարի հետ։ Գումար կարող եք ինչ որ միտեղ ներդնել, բայց դա անվերադարձ կարող է լինել։
կամ ինչ-որ մի եկամտի աղբյուր կարող եք հանել ձեր կյանքից անվերադարձ, այսինքն որոշեք, որ այլևս դրանով չեք զբաղվելու, որովհետև դա ձեզ գումար չի բերում, անիմաստ ժամանակ է ձեզ այն ստանում։ Նորին տեղ կբացեք, որ նորը ունենաք։ Առողջության հետ կապված բացարձակապես այստեղ խնդիրներ գոյություն չունեն, եթե խնդիրները կային, ապա այս շաբաթ ավելի ձեզ լավ կզգաք, ավելի առողջ։ Բացարձակ այստեղ ոչ մի առողջական խնդիրներ գոյություն չունեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ուրախություն, բարձր տրամադրություն, առիթներ կլինեն, որոնք ձեզ կուրախացնեն, ինչ-որ պահեր կլինեն, որոնք կուրախացնեն, մի խոսքով ժպիտը ձեր դեմքին է լինելու այս շաբաթվա ընթացքում։ Գուցե նաև ինչ-որ կնոջ հետ է կապված, տղաների համար սա նոր հարաբերություններ են, գուցե նաև ձեր մայրիկի համար եք ուրախանում, համենայն դեպս ինչ-որ մի պահեր են, որոնք որ դուք կուրախանաք։ Ձեր աղջիկը կարող է լինել, ում համար ուրախ եք, ինչ-որ պահեր են իր մոտ փոխվում։ Անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում հնարավոր է անցյալից է որևիցե մեկը գալիս ձեր կյանք, հիշում եք անցյալը, հիշում եք այդ հարաբերությունները, եթե ամուսնացած եք, ապա վերջ տվեք դրան, մի հիշեք անցյալը, որովհետև դա բերում է վեճ, պետք չի։ Բայց այստեղ անցյալից ինչ-որ մեկին կտեսնեք, այն մարդկանց կարող է բարեկամ են եւ այլն, որ բացարձակ է, վաղուց չեք տեսել, հիմա նորից էլի կարող են հայտնվել ձեր կյանքում եւ սկսեք շփվել իրանց հետ։ Իսկ աշխատանքի բերումով այստեղ կամ օցեր կան այնտեղ, ովքեր որ ֆշշնում են անընդհատ ձեզ, ովքեր որ փորձում են խառնել ամեն ինչ, նաև այստեղ կարող տառեր կան S, M, J, գուցե նմանատիպ տառերով են, ովքեր որ օծություն են անում, ձեր տակն են փորում, կարելի ասել, ոչ առեն դնում ձեր ոտի տակ։ Եվ սա աշխատանքում, բիզնեսում մի քիչ իմաստուն պետք է լինեք, որպեսզի այն կարողանաք առաջ տանել, այն կարողանաք առաջ խաղացում ունենալ։ Նաև աշխատանքում առաջ խաղացում ունենալ, մի քիչ որ իմաստուն լինեք կամ դրանց բանի տեղ չդնեք, ապա կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Այն ինչ որ ուզում եք դուք։ Ֆինանսական առումով այստեղ հաջողություն եք, գուցե շատ մեծ գումարներ է գալիս ձեզ։ Վարկեք ձևակերպում հեշտությամբ տալիս են։ Ինչ որ պահեր են, որ գումարի հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չկա այստեղ։ Անկամ ավելի լավ է, եթե բիզնես ունեք, ապա բիզնեսը ձեր եկամուտ կտա ձեզ եւ կուրախացնի ձեզ նաեւ։ Դրա համար կարող է տրամադրությունը բարձր լինել։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք կոկորտին, ձայնալարերին, իմ նման, այսպես որ չքաշվի ձեր ձայնը, դեռ հիմա բացվել է։ Ուշադրություն պետք է դարձնեք դրան, հա, մեկի մրսածությանը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Տուն։ Տան հետ կապված հարցեր, տեղափոխություն, հյուրեր ընդունել, հյուրեր ճանապարհել, տան հետ կապված ինչ-որ գործողություններ կարող եք անել։ Նաև տունը մաքրել, հավաքել, հա ինչ-որ բաներ են տան հետ կապված։ Տան եւ ընտանիքի ուշադրությունը կլինի ձեր տունը, ընտանիքի անդամները այդպես։ Անձնական կյանքը։ Աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։
Միայն անձնական կյանքն է, որ ձեզ ուրախացնում է։ Մնացած տեղերը լիքն են։ Անձնական կյանքում ուրախ պահեր կլինեն, ինչ որ բաներ կլինեն ընտանիքում, որ ձեզ կուրախացնեն, ինչ որ պահեր կլինեն, որ կուրախանաք։ Նաև եթե այստեղ կա սիրո խոստովանություն են անում ձեզ, ամուսնության առաջարկ, դուք եք անում, ձեզ են անում, նոր սեր, ինչ որ պահեր, որոնք ընտանիքով կուրախանաք, կողը նոր տուն եք տեղափոխվում եւ ուրախ եք։ Աշխատանքի մեջ երկերեսանի մարդիկ կան, 3 երեսանի անգամ մարդիկ կան, ովքեր որ ձեզ փիշի կանեն, բայց տակները բան չկա։ Տակներ լիքը բան կա, չէ։ Նաև բիզնեսում կարող այդպես լինեն։ Ուշադիր եղեք, եթե բիզնես ունեք, աշխատողներ ունեք, ուշադիր եղեք, որպեսզի նրանք ձեզ չխաբեն, որտեղ կան, հա, եթե թեկուզ ինչ-որ բան կառաջարկեն ձեզ։ Ինչ-որ մեկը կարող է ձեզ լավ աշխատանք առաջարկի, լավ ինչ-որ գործարք առաջարկի, որը ոչինչ իրենց չի ներկայացնում, խաբեություն։ Գումարների հետ կապված խոչընդոտներ կան, միգուցե խոչընդոտներ կան գումարը ստանալու հետ կապված, կարող է գումար չկա, հա, գումարը կարող չեք աշխատում եւ խնդիրներ կան եւ գումարը նույնպես, այդ դեպքում արդեն խոչընդոտ է։ Խնդիրներ կան, գումարային խնդիրներ կան այստեղ։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ ուշադրություն պետք է դարձնեք ավելի շատ մազերին, անպայման, զգայական օրգաններին, աչք, քիթ, ականջ, նման տեղերին ավելի շատ։ Եվ ընդհանուր հորմոններին։ Այսքանը ձեզ համար։ Ինչ որ բաներ չկար, որ ասեի, պետք է անընդհատ վատ ասեմ, իսկ վատ ասել այդքան էլ լավ չի, որ անընդհատ պետք է վատ ասես։ Ուղղակի պետք է կարողանաք անցկացնել կամ ուշադրությունը պետք է սևեռեք ուրիշ բաների վրա, որ երկերեսանի մարդկանց չտեսնեք, որ նման մարդիկ ձեր օրը ուղղակի չփչացնեն, ձեր շաբաթը չփչացնեն։ Բոլոր տեղերում է կան երկերեսանի մարդիկ, բոլոր տեղերում է կան օձեր։ Այնպիսի մի աշխատանքի վայր ու ինչ որ տեղ չկա, որ չկան։ Անհնարին է դա, ուղղակի ամեն մարդ ուրիշ ձև է ընդունում իրան, մեկը բանի տեղ է դնում, մյուսը բանի տեղ չի դնում, այնպես անցնում գնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Փոքր խոչընդոտներ են։ Նավապետական հիմնարկության հետ է կապված, ձեր շրջապատող մարդկանց հետ է կապված նաև։ Այդ մարդիկ այդքան էլ լավը չեն։ Իրենք կարող խոչընդոտներ ստեղծեն ձեզ համար։ Տեսնենք անձնական կյանքը շների։ Միմիկե պետք է կարողանաք այս շաբաթը տանել, առաջ մղել։ Անձնական հարաբերություններին շատ ուշադրություն դարձրեք, այդքան էլ ճիշտ, շատ։ Գուցե խոչընդոտները դրանից են, ձեր շրջապատող մարդիկ են ստեղծում անձնական հարաբերություններում խնդիրներ։ Այստեղ ովքեր որ չեն ուզում հեռանալ իրենց երկրորդ կեսից, ապա ուղղակի պետք է վեճի մեջ չբռնվել, ամեն ինչը թեթև նայել, որպեսզի պահպանեք ձեր հարաբերությունները, պահպանեք նաև մեկը մյուսի հանդեպ հավատքը, վստահությունը, ինչ-որ մի բանի կորուստ է սա։ Գիտեք, նաև կարող է ընտանիքում չէ, բայց հա ինչ-որ հարազատների մեջ ինչ-որ մարդ կա, կորցրել եք կամ կարող եք կորցնել։
Աշխատանքի հետ կապված ոմանք կարող են պայմանագիր կնքել աշխատանքային, նաև բիզնեսի հետ կապված նաև եւս պայմանագիր կնքեք, նաև նամակ ստանաք, SMS ստանաք, որ գնաք հարցազրույցի կամ նման կանչեն ձեզ իրենց մոտ, ռեզյումեները կարող եք բաժանել այս շաբաթվա ընթացքում, անընդհատ գնաք գաք այստեղ այնտեղ ռեզյումեները տաք, ընդհանուր խոչընդոտներ կան, շաբաթվա ընթացքում եւ քարտերն են այդպես ասում, ինչ որ պահերին, որ կարող եք բախվել նաև խոչընդոտներ, որոնք պետք է ուղղակի թեթև կարողանաք տանել, շատ չծանրաբեռնեք ձեզ դրանով։ Նաև եթե բիզնես եք ուզում սկսել, ապա կարող եք գրանցել, գրել, ինչը հարկավոր, որին ինչքան կծախսեք, եւ այլն, բիզնես պլան։ Այդպես կարող եք կազմել, նոր հետո սկսել ձեր բիզնեսը, սկսել ձեր գործունեությունը։ Կամ հաշվապահեք ուսուցիչ, ուսուցչուհի եւ պետք է գրեք անընդհատ գնահատականներ տակ այս շաբաթ երեխաներին, ինչ որ դրանցով կարող եք զբաղվել։ Հաշվապահեք, հաշվապահությամբ եւս պետք է հաշվի առնել, որ ընդհանուր խոչընդոտներ կան եւ կարող մի բանը մի քանի անգամ ստիպասինակ հաշվել, կարիքը լինի հաշվելու։ Գումարների հետ կապված կամ այստեղ անցյալից դուք եք պարտք ինչ-որ մեկին կամ ձեզ են պարտք դրա մասին կամ կհիշեցնեք դուք տվյալ մարդկանց կամ ձեզ կարող են հիշեցնել գումարի մասին, նաեւ կարող եք դուք վերադառնալ այն գործին, այն եկամտի աղբյուրին, որ նախկինում կար, եւ որոշեք դրանով էլի նորից գումար վաստակել։ Այն ինչով որ առաջ էիք զբաղվում։ Ուղղակի սա հին պարտքերը կարող են լինել, կարող պետության հետ է կապված, կարող ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան է։ Ավելի լավ կլինի, որ անցյալի հետ կապված ինչ-որ գործունեություններ անեք, որոնք որ այն ժամանակ եք արել եւ ձեզ գումար է բերել, հիմա եւս կարող է այն գումար բերել, որովհետեւ տարիներն անցնում են եւ այն ինչ որ արել ենք մենք անցյալում, շատ հավանական է, որ հիմա եւս էլի նորից դա մեզ գումար բերի։ Եվ առողջությունը այստեղ եւս, ինստինկտյան դեպրեսիվ վիճակ է, լարված վիճակ է, ինստինկտյան։ Այստեղ ամեն ինչը դրանից է գալիս։ Խոչընդոտները դուք ինքներդ կարող եք փոխել ձեր օրերը, կարող եք փոխել։ Ձեզանից է կախված ձեր օրը։ Այստեղ զգուշացումներ են ուղղակի։ Ձեզ ինչ որ մի բաներով հասկացնում է, որ այսպես կարող է լինել, այնպես կարող է լինել։ Դրա համար եմ ես միշտ ասում կարող է, որովհետև ես վստահ չեմ, որ պարտադիր չի, որ դա ձեզ հետ կատարվի։ Որովհետև լիքն են մարդիկ, շատ են նայում եւ ոչ բոլորին կարող ես ասել, որ կլինի դա քեզ հետ։ Այն մարդը գումարի խնդիր չունի բացարձակ, այնպես տեղ աշխատում, որ ֆիքսված աշխատող է եւ անընդհատ գումարները գալիս է, իրան որ ասեմ գումարի խնդիր կա, ինքը ծիծաղել, բայց ինչ որ պահի կարող են, ինչ որ խնդիր առաջանալ, գումարը ստանալու, վերցնելու եւ այլն։ Բայց այստեղ պետք է դրա համար խոչընդոտները դուք ինքներդ պետք է կարողանաք ուղղել, կարողանաք այնպես անել, որ դա չազդի ձեզ վրա։ Ձեր օրերի վրա այս շաբաթվա, որովհետև հետո այստեղ անգամ առողջությունն է, ինչ որ դեպրեսիվ վիճակ է առաջանում բնականաբար։ Գուցե այստեղ մարդիկ կան, ովքեր որ նայում են աշխատանք չունեն, անընդհատ փնտրտուքների մեջ են։ Միգուցե ուզում եք այստեղ դիմեք, այնտեղ դիմեք, բիզնեսը առաջ տանել, աշխատանքը առաջ տանել, ուզում եք ֆիքսվել, աշխատող դառնալ, ֆիքսված, պայմանագրով եւ այլն, դա է որ էլի այստեղ կարող ինչ որ չնչին խոչընդոտներ լինեն, որոնք որ պետք է հաղթարեք, նոր հետո կարողանաք դա ստորագրել։ Այսքանը ձեզ համար փոխեք ձեր օրերը։ Ուղղակի փոխեք, այնպես արեք, որ այդ խոչընդոտները ոչ թե ձեզ կլանեն, այլ դուք այնպես անեք, որ այդ խոչընդոտները չլինեն ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։
Սեր, շատ սեր, ընտանիքում սեր, աշխատանքում սեր, սիրո պակաս կա, միգուցե նաև։ Սեր եք ուզում միգուցե 4 կողմից, կամ հենց կստանաք սեր։ Երկուսն էլ այստեղ հնարավոր են։ Անձնական հարաբերությունները, ասում եմ, չէ, սիրո պակաս կա։ Անձնական հարաբերություններում խնդիրներ կան, խոչընդոտներ կան, ընտանիքում միգուցե կա խոչընդոտներ, մեկը մյուսին չի հասկանում, չի լինում ծանոթանալ դիմացինի հետ, անընդհատ չի լինում, ոնց որ շփումը չի ստեղծվում, որպեսզի շարունակեք ձեր հարաբերությունները, ինչ որ խնդիրներ կան, կամ հենց ընտանիքում է խնդիրը, ոչ թե իրար մեջ է, այլ ընտանիքում է խնդիրը։ Եվ կարող է սիրով ամեն ինչ կարողանաք հաղթել, հարթել, մեկը մյուսին աջակցելով։ Թեկուզ եթե իրար մեջ է, ապա եւս սիրո միջոցով կարողանաք հարթել։ Աշխատանքի հետ կապված ինչ ուղղություն որ ընտրել եք, ճիշտ է, գնացեք այդ ուղղությամբ, արեք այն ինչը որ ուզում եք։ Ինչ որ մտածում եք, որ անեք։ Միգուցե որոշել եք դուրս գալ աշխատանքից, միգուցե որոշել եք փոխել աշխատանքի ոճը, որոշել եք բիզնես բացել, այն ինչ որ որոշում եք կայացրել, դա ճիշտ է, արեք դա։ Յուրաքանչյուր բան, հատկապես եթե ուզում եք բիզնես բացել, բիզնես սկսել։ Գումարի հետ կապված մի փոքր էմոցիաներ են, չգիտեմ այդ էմոցիաները լավն են թե ոչ։ Ոմանք կարող են գումար ծախսել ռոմանտիկ պահերի վրա, ռոմանտիկ շփման, հանդիպումների, ոմանք նաև կարող են անցնել գիշերը, գիշեր աշխատեք, գիշերային սմեն աշխատեք, այնտեղ ավելի շատ է ոնց որ, եկամուտը, գումարը, ավելի աշխատավարձը բարձր է եւ կարող է ցանկանաք այնտեղ այդպես աշխատել։ Նաև եթե պարտքեր ունեք, եթե այս պահին գումար է հարկավոր, դա եւս էմոցիաներ են ձեզ մոտ։ Միգուցե աշխատավարձ եք ստանում եւ այդ աշխատավարձը տալիս եք անմիջապես ուրիշին եւ այդ էմոցիաները էլի որ ոնց եկավ նենց գնաց էլի, ես ինչ ամարտ մի հատ չի կողմ այդ գումարը իրոք լիարժեք վայելի նոր հետո տա ուրիշին։ Հնարավոր է նմանատիպ որևիցե պահեր են նաեւ ձեզ մոտ, դա է ձեզ էմոցիաներ տալիս։ Դա կարող է գումարի հետ կապված էմոցիաների նաև ընտանիքում է այդ լարված մթնոլորտը լինում, ընդհանուր գումարն է պատճառը։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք աչքերին, քթին, ականջներին, մաշկին նաև նույնպես, մազերին նույնպես, ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար սեր, շատ սեր տվեք, սեր որ ստանանք։ Այսքանը ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։